ուժ, որը քաղաքական չէ, հիմնադիր խորհրդարանը կարգավիճակ, քաղաքական կարգավիճակ չունեցող ուժ է, հա, իրենց քաղաքացիական կամ այլն չգիտեմ ինչպես դա ձևակերպեն, բայց իրենք դեմ են իրենց քաղաքական կուսակցություն, կազմակերպություն չեն համարում։ Դիմացը իշխանությունն է, որը տեսնում եք, անհաղորդ է։ Այսօր Հայաստանում, Երևանում ոստիկանական մարմիններն են միայն երևում, նույնիսկ ոստիկանապետը չի երևում։ Եվ մենք չենք հասկանում իշխանությունը դեմս նախագահի, նախագահականի ազգային ժողով կառավարություն իրենք ինչ են մտածում, իրենք ինչ են ասում, կամ ինչպես են տեսնում հանգուցալուծումը, այդ բանակցություններ ասվածը, որ մեկ-մեկ գնում է լրատվությամբ, ինչ է նշանակում, ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Ուրեմն բոլորը 99%-ը դեմ են արյունահեղության։ Ճիշտ է դեմ է, ժողովուրդը դեմ է արյունահեղության։ Լուծումը, չգիտեմ, պատային է, մի փակուղի է, որից դուրս գալու համար շատ լուրջ իմաստություն է պետք երկուստեք, պիտի ինչ-որ զիջումներ գնան, բայց երկուսն էլ այծի նման հայտնվել են մի նեղ կամրջի վրա, ոչ մեկը մի միլիմետր չի ուզում զիջել, արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել։ Ասում ենք մեր երկրում քաղաքական ճանապարհով լուծում չի կարող լինել, այո, այդպես է, բայց ժողովուրդ, ընդհանրեն ուզում եմ հիշեցնել 13 թվականը, երբ նախագահական ընտրություններ էին և ժառանգությունը դեմս Ռավի Հովհաննիսյանը մենակ 37% հավաքեց։ Հիմա պատկերացրեք, եթե այդ ժամանակ այս ոչ քաղաքական իրեն հայտարարած ուժը կանգներ ամեն ընտրատեղամասում պաշտպաներ քաղաքացու ընտրական իրավունքը, ձայնը, և այդ տոկոսը կներ ոչ թե 37, այլ 57, և ինչքան բան կփոխվեր Հայաստանը, և քաղաքական մենաշնորհը կխլվեր այս հանրապետականի ձեռքից, և շատ բաներ, և իհարկե առաջին երկին քաղաքական մենաշնորհից կզրկվեր հանրապետական կուսակցություն, երկրորդը քայլերից մեկն էր Ժիրայր Սեֆիլյանը կստանալու վերջո քաղաքացիություն, ի վերջո նա այսքան տարի է Հայաստանում է, պայքարում է, նվիրյալ մարդ է, ազնիվ մարդ է ու չունի քաղաքացիություն։ Դիմում է անընդհատ։ Դիմում է անընդհատ և բոլոր երեք նախագահները մերժել են։ Կոչ անել, որ քաղաքական պայքարի մեջ մտնեն, թե քաղաքացիական։ Ես ուզում եմ կոչ անել, որ պետք է քաղաքական պայքար լինի, քաղաքական հարթակի վրա բանակցությունները գնան և ուզում եմ ընդհանրապես հիշեցնել, որ երբ 13 թվականին այս նույն մարդիկ, ազնիվ մարդիկ, ամեն մի ընտրատեղամասում պաշտպանեին հայ քաղաքացու ձայնը, ամենահեռավոր գյուղերում, որտեղ խախտումները 150% էին, չեմ ասում 100% էին, ապա մենք Ռավին կունենալու 37-57% ձայն ու ամեն ինչ այլ կլներ։ Հիմա ասում եմ քաղաքական բանակցություններ, բայց քաղաքական բանակցությունների գնում են քաղաքական ուժերը։ Հիմա ես ուզում եմ հարցնել այն սասնածռերի երկի մեծ ոնց է ասում խենթերին, երբ չի մնում երկու ճար, խենթերն են գտնում հնար։ Հիմա խենթերը, լավ իմաստով խենթերը հնար են գտել։ Այո, դանակը հաստրել է ոսկորին, այո, էլ տեղ չկա դիմանալու, բայց ինչպես են իրենք տեսնում այս հարցի քաղաքական լուծումը։ Ես ուզում եմ այս